Ապագան Գյումրիից է սկսվել փոխվել եւ մեզ մցրել է 7 տարի ծանր ճգնաժամային վիճակում, կորցրել ենք Արցախը, թշնամին 3 տարի, 4 տարի արդեն երկրի ներսում է։ Հիմա Գյումրիից հնարավոր է այդ սրբագրումը, մաքրումը, թե ոչ, այս ընտրությամբ։ Ես այդքան ռադիկալ ձևակերպումներ չէի անի Գյումրիի վերաբերյալ, որովհետև եկեք հստակ ֆիքսենք, որ Գյումրիից այդ մարդը մենակով է քայլել։ Այսինքն իր թիկունքում կանգնած չի եղել ոչ մեկ։ Ես կարծում եմ, որ ապագա Գյումրիի ընդդիմադիր համայնքապետը, որը որ կընտրվի, հիմա կապ չունի ինչ կարգավիճակով, կոալիցիոն կլինի դա, միանձնյա կլինի դա, թե ուղղակի օրինակ մյուս ընդդիմադիր տեխնացուները կորոշեն կոալիցիա չկազմել, բայց ընտրել տվյալ մարդուն քաղաքապետ, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունենա, այդ տվյալ քաղաքապետի թիկունքում արդեն կանգնած կլինեն հազարավորները։ Ըստ այդմ հազարավորների ձայնը վստահաբար շատ ավելի բարձր է լսվելու, քան այն մի հոգու ձայնը, որը Գյումրու հրապարակում կանգնած 7 վերքի դիմաց, մի հրապարակում, որտեղ դեմ դիմաց 2 եկեղեցի են կանգնած եղել, մարդը ստով կեղծիկով եկավ մեզ բոլորս կործանեց։ Այդ խրխրացողները, երբ որ Արցախի մասին խոսում են, այդ առանց մայկատրուսիկ ծառայացները, այդ որ անընդհատ բոլորին ինչ-որ չծառայելու կամ բանակից փախնելու մեջ են մեղադրում, արտգործնախարարի տեղակալը, կասեք ինչ գիտությունով է զբաղվում։ Հարցրել եք երբևիցե։ Վահան Կոստանյանի Որ տեղակալ։ Հա, այդ երևույթի։ Ինչ գիտությամբ զբաղվելու պատրվակով էինք բանակից ազատվել։ Անդրանիկ Քոչարյանի տեղեն ինչ գիտություն։ Ես այս կոնկրետ բաներ եմ ասում։ Սպասեք, մի մտեք այդ Արցախի գիծը, Արցախի իմ ներսում է, սպասեք։ Արցախի իմ ներսում է, իմ գլխի մեջ է, իմ հոգու մեջ է։ 150,000 հատ Նիկոլ Փաշինյանն ու իրապես խրխրացող բաներ լինեն, ուսապարկեր լինեն, այդ Արցախի օրակարգը, որ իրանց մտածում են լեննականում, որ բերեցին Արցախի օրակարգ մցրեցին բանը, գյումրեցիները, վայ, Շիրակի մարզից ու Գյումրիից ամենաշատ տղեկն են գնացել Արցախում ծառայել, ամենաշատը, այդ հստակ վիճակագրություն կա, այդ մեկ, երկրորդը, ով գյումրեցուն ուզենա ներկայացնի վախկոտ, բանակից փախնող, փողով Արցախից թռնող, Արդեն հակադարձել։ Դե այսօր գյումրեցիները իրանց պատասխանը այդ ամեն ինչին կտան, որովհետև մարդը նույնիսկ բառապաշարի մեջ այնքան հստակ չի, որ ասում է Արցախը այնքան վատ տեղ էր, վատ չէ, վտանգավոր բառ կա, եթե ուզում ես օգտագործես, պետք է օգտագործես վտանգավոր բառը։